իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրան։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր քննարկումը կշարունակենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, մասնավորապես Լիբանանում։ Ինչպես հայտնի է, Լիբանանը մի երկիր է, որը սահմանակից է թե Իսրայելին, թե Սիրիային և Լիբանանի ներքին կացությունը, որտեղ կարծեք թե շատ որոշակի միտումներ են ձևավորվում իրավիճակի նորմալիզացման, սակայն մեծապես կախված են այդ երկու երկրներում տեղի ունեցող իրադարձություններից, նաև հարաբերություններից այդ երկու երկրների հետ, որոնք, այսպես ասենք, այդքան էլ հարթ չեն, մանավանդ վերջին զարգացումներից հետո։ Ինքնին Լիբանանը բավականին բարդկացության մեջ է հենց պետության թուլության պատճառով։ Ինչպես հայտնի է, այնտեղ տարիներով գործել է Հեզբոլլահ կազմակերպությունը, որը իր վրա կրել է շատ հստակ և մասշտաբային, այսպես իրանական ազդեցություն, դա շիական կազմակերպություն է, կուսակցություն ռազմականացված և կարելի է ասել մի ոչ պաշտոնական բանակ։ Եվ ահա արաբական մամուլը գրում է հետևյալի մասին, որ Լիբանանի պետական բանակը մի այսպես ուժային օպերացիա է իրականացրել Լիբանանի հյուսիսում և բռնագրավել Հեզբոլլահին պատկանող շուրջ 800 հրթիռ։ Այս տեղեկատվությունը բավականին ուշագրավ է և նաև այսպես պարզաբանման կարիք ունի հասկանալու համար, թե ինչ միտումների մասին է խոսքը ընդհանրապես։ Երկրորդը դա իհարկե իրավիճակն է կապված Համասի հետ։ Լիբանանի նորընտիր, համեմատաբար նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունն է ուղղակի հայտարարություն արել, շատ խիստ կերպով նախազգուշացնելով Համասին, որ հանկարծ չփորձեն Լիբանանի տարածքում կամ Լիբանանի տարածքից ինչ-որ գործողություն պլանավորել, դա ուղղակի կառաջացնի շատ կոշտ արձագանք Լիբանանի հենց պետական բանակի կողմից, ղեկավարության կողմից և կընկալվի որպես սուվերենության ոտնձգություն սուվերենությանը և անվտանգությանը և պատշաճ միջոցներ կձեռնարկվեն այդ ուղղությամբ։ Սա էլ ևս հասկանալու անհրաժեշտություն կա այստեղ, թե ինչի մասին կարող է լինել խոսքը, որովհետև կարողությունների խնդիր է այստեղ նաև։ Եվ հաջորդը դա իրավիճակն է կապված դրուզական համայնքի հետ Սիրիայի հարավում, Դամասկոսի մերձակայքում։ Ինչպես հայտնի է, Սիրիայում հարաբերությունները սրվեցին սուննիների և դրուզական համայնքի միջև, երբ սոցիալական կայքերով մի հոլովակ տարածվեց, թե իբր դրուզների կրոնական առաջնորդ, իսկ դա մի այսպես սպեցիֆիկ, այսպես կոնֆեսիոնալ ուղղություն է, դժվար է ասել, իհարկե ազդված իսլամով, բայց ոչ այսպես դասական մուսուլմանական և առանձնանում է ընդհանուր այսպես սուննի միջավայրից և երկար ժամանակ եղել է ճնշված համայնք, այնուամենայնիվ տարածվել է մի տեսանյութ, ըստ որի դրուզների կրոնական առաջնորդը վիրավորական խոսքեր է ասել Մոհամմեդ մարգարեի հասցեին։ Դրուզները դրուզական շրջանակներում ասում են, որ սա շատ պարզ տեղեկատվական դիվերսիա և նման բան չի եղել և չէր էլ կարող լինել։ Այնուամենայնիվ դա կոնֆլիկտ առաջացրեց, բախումներ, արյունահեղություն
եւ մյուս կողմից էլ դա Իսրայելի հակազդեցությունն առաջացրեց, ռմբակոծություն տեղի ունեցավ Դամասկոսում եւ ռումբեր ընկան նախագահ Աշարայի նստավայրից 400 մետր հեռավորության վրա, որից հետո Իսրայելից մեկնաբանեցին, որ սա նախազգուշացում է, որ թույլ չեն տա, որ դրուզական համայնքի ուղղությամբ որևէ ոտնձգություն լինի։ Սա ընդհանուր առումով ցույց է տալիս, թե ինչ լարված է իրավիճակը հենց Սիրիայի ներսում, եւ սա Լիբանանի հարևանությամբ է, եւ նաեւ այստեղ մեծ վտանգի մասին են խոսում, համենայն դեպս Իսրայելում Թուրքիայի հետ բախման հնարավորության մասին։ Փորձենք հասկանալ իրավիճակը։ Այստեղ ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ սովորաբար մերձավոր արևելքից եկած տեղեկատվական հոսքի մեջ ավանդաբար մեծ չափաբաժին ունի չափազանցությունը, ուղղակի ապատեղեկատվությունը, տեղեկատվական սադրանքը եւ այլն։ Հետևաբար շատ կարեւոր է հասկանալ իրականում գետնի վրա ինչ է տեղի ունենում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մեր հայրենակցին, ում սիրով ուզում են ներկայացնել մեր այսօրվա հյուրն է Ազդակ պարբերականի գլխավոր խմբագիր, մերձավոր արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ Շահան Գանտահարյանին։ Բարև եք եկել, պարոն Գանտահարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Գանտահարյան, ես իմ ներածական խոսքում մի կծիկ ներկայացրեցի տեղեկությունների կամ այսպես կոչված տեղեկությունների, որը շրջանառվում է մամուլում, հայտարարությունների, գործողությունների, սա իրոք որ մի բարդ կծիկ է եւ անհրաժեշտություն կա հասկանալու, որովհետեւ խոսքը գնում է մեզ հարևան տարածաշրջանի մասին, որտեղ այս քաղաքական շարժերում ներգրաված են նույնիսկ նաեւ մեր հենց Հայաստանի Հանրապետության անմիջական հարևանները եւ մեզ անհրաժեշտություն կա այս ամենում հասկանալու, համեցեք ձեր գնահատականը, ինչ է տեղի ունենում, ինչ է իրականում տեղի ունենում, որն է այստեղ տեղեկատվություն, որը ապատեղեկատվություն, ինչ միտումներ են զարգանում եւ ուր են տանում, համեցեք։ Այո, սկսենք ձեր նշած առաջին իրադարձությունից, միաժամանակ ընդգծելով, որ պատերազմական գործողությունների առընթեր նաև դեղեկատվական պատերազմ է, որոշակի հարցեր ուռճացնելու, մեծացնելու, չափազանցեցնելու առումով այլ հարցեր նաև շրջանցելու կամ ընդառաջ շուկի մեջ, սֆերի մեջ թողելու առումով։ Ուրեմն ամսի 30-ին մի քանի օր առաջ իսրայելյան ուժերը հրթիռագործեցին հարավային Բեյրութի արվարձաններից հադասում ուրեմն դեղագայված ինչ-որ շենք փլուզեցին եւ այդ շենքում ըստ իրենց պաշտոնական լրահոսին գար գոյություն ուներ Հեզբոլլայի վերաբերող զինային պահեստ եւ բնականաբար այդ փլուզումից, քանթումից, հրթիռագործումից հետո Լիբանյան բանակը շտաբեց այդ վայրը, ամբողջ խնդիրը այն էր, որ բանակը պիտի վերահսկողություն հաստատեր եւ նաեւ իրավիճակի մանրամասն քննություն աներ, ստանցնելով այդ գացության ուրեմն բոլոր հետևանքները։ Լիբանյան լրահոսում թափանցված նաև արաբական տարբեր երկրների դեղեկատվական թաշտից, որոնք իրենց հերթին գուցե նաև այդ լրատվությունը ստացել էին իսրայելյան լրատվամիջոցներից, այսինքն միջնորդավորված այս ավադեղեկատվությունը հասավ նաև Լիբանան եւ այլուր, որի համաձայն
ուրեմն Լիբանան բանակը եւ Հեզբոլլահի ուժերը ընդհանումներ ունեցել էին։ Խնդիրը այն էր, որ Լիբանան բանակը գնացել էր ուրեմն հրթիռագործման վայր եւ ստանցել ուրեմն այնտեղ գտնված նախ այնտեղ տիրող իրավիճակ եւ այնտեղ գտնված ուրեմն ըստ հայտարարությունների զինային պահեստը նախագահի հարավետյան նախագահի ջամփով ուղղակի հերքում կատարվեց այն լրատվության, որ փախումներ են եղել եւ հաստատվեց, որ որևէ արգելք չի եղել Հեզբոլլահի կողմից, որ Լիբանան բանակը ստանցնի այդ շենքի ավերակված, փլուզված շենքի մնացորդածը կամ այն ինչ որ իբրև զինանոց էր ներկայացում։ Այն հարցին, թե այնտեղ ինչ էին գտել բանակայինները Լիբանան բանակի, այնտեղ բնականաբար պատասխան չկար այդ առումով, որ ինչ զինադեսակ էր եւ այլն, ուրեմն նախագահը ասել էր, որ դա էլ մեր կորձն է, ուրեմն բնականաբար այս քիչ առաջ մենք խոսեցինք որոշակի դերությունների ուժացված լեզվով ներկայացնելուն, սա նաեւ այն դեպքն է եւ երևի որոշ կողմերի շահերից հետ փոխում հակասություններ ստեղծել Լիբանան բանակի եւ Հեզբոլլահի միջև, չնայած որ արդեն կա որոշակի ճնշում, որ Լիբանան բանակը իր գործողությունները արագացնի եւ ըստամացայնության ստանցնի այն բոլոր ուրեմն թիրքերը, շրջանները, դարածները, որտեղ Հեզբոլլահը վերահսկողություններ հաստատել։ Ասեմ նաեւ որ այդ հրատատարի համացայնության գեդերը ուրեմն հավասարաչափ երկու կողմերի բարդավորությունների առումով չեն իրականացվում, որովհետև բանակը ճիշտ է ստանցվում է որոշ գեդեր, թիրքեր, դարածքներ, շրջաններ եւ դրա մասին էլ նաեւ բաշանավես հայտարարում է, օրինակ Լիթանի գետի հարավային հատվածը արդեն այսօր Լիբանան բանակը դեղագայված է կամ հարավային որոշ շրջաններ, հիմա նաեւ Բեյրութի հարավային հարվածանների այս թեփքի փերումով առընթեր սակայն Իսրայելը հրատատարի գետերը չի պահպանում, խախտում է հարձակումներ գործելով, անօտաչու սարքերը անverջ շրջակայեցնելով Լիբանան օտային տարածքների վրա եւ բարձ է, որ այդ հրատատարի համացանեցված հրատատարի գետերից մեկը, որ 60-օրյա ժամկետ էր ճշտել իսրայելյան ուժերի հերացման, այդ ժամկետը վաղուց սպառել է եւ իսրայելյան ուժերը շարունակում են վերահսկել Լիբանան, որոնք որոշակի տարածքներ ընդ որում նաեւ այդ ռազմագիտական նշանակություն ներկայացնող 5 բլուրները, առավել եւս հարձակումները, հրթիռագործումները, որոնց մասին ես խոսեցի։ Ուրեմն այս լրատվությունը ներկայացված իրադարձության սահմաններում պետք է ընկալել եւ ոչ ավելին, որևէ փախում չի գրանցվել Հեզբոլլահի ուժերի եւ Լիբանան բանակի միջև, բայց ըստ երևույթին հարվածված զինաբահեստը Հեզբոլլահի փլուզված շենքը եւ իրավիճակի ստանցումը եւ նաեւ այդ բահեստի, ինչ որ բահեստի ստանցումը եղել է Լիբանան բանակի կողմից։ Ընդ որում անարգել, այսինքն որևէ արգելք ընդդիմություն Հեզբոլլահի կողմից չի եղել։ Այո։ Պարոն Գանտահարյան, իսկ այս դրուզների հետ կապված խնդիրը այս պահի դրությամբ զարգացման ինչ շրջափուլում է, ինչպես հայտնի է Լիբանանում եւս դրուզական շարժում կա, կուսակցություն կա, չէ՞, բավականին ազդեցիկ, դրուզներ են ապրում նաեւ Իսրայելում, ընդ որում դրուզները Իսրայելում համարվում են այսպես լոյալ հանրույթ, հա, եւ ապրում են մարդիկ, ամենայն դեպս արաբ-իսրայելական կոնֆլիկտի մեջ չներգրավվելով, դու գոնե Իսրայելի մասը։ Եվ ահա մենք տեսնում ենք պրոբլեմներ Դամասկոսի հարավում
Դամասկոսից հարավ ընկած տարածքում, որին նաև իր մասնակցությունն է ունենում Իսրայելը։ Սա ինչ է եւ ինչ կարող է սրանից դուրս գալ արդյունքում։ Համեցեք։ Այո, այս բայդրությամբ ամենաթեժ գեդը Սիրիայի դրուզական համայնքի շրջաններում է։ Լիբանանում եւս ապրում են դրուզական համայնք եւ իրենց քաղաքական բեդը, շեֆը առաջի անգամը չէ որ բազմաթիվ անգամներ այցելել է Սիրիա, ներկայացել Դամասկոս, հանդիպել է նաև նոր իշխանությունների Սիրիայի նախագահի հետ։ Հիմա եւս պատրաստակամություն է հայտնել վերստին գնալու Դամասկոս եւ այդ հանդիպում ունենալու համար։ Գիտեք, Իսրայելի հարաբերակցությամբ պետք է դիտարկել անպայման խնդիրը, որովհետեւ նախընթաց դեպքերի լիարժեք շահարկումով դրուզների հանդեպ իսրայելյան ուժերը ներխուժեցին արդեն սիրիական որոշակի տարածքներ, չնայած որ արդեն նաև ուրեմն այլապես սիրիական տարածքների վրա էին։ Հիմա դեպքեր այնպես են ընթանում, վայրակություններ, նույնիսկ 100-ից ավելի նոր վերջին իրադարձությունների իբրև արդյունք զոհերի մասին են խոսում, որ թվում է, որ սա գնահապատրաստի իսրայելյան ուժերի հավելյալ ներխուժման փորձողությունները։ Եվ Իսրայելը խնդիր է դրել իր սահմանամերձ շրջաններում տարբեր երկրների ուղղությամբ եւ Լիբանան, եւ Սիրիա, եւ Իրաք, նույնիսկ որոշ անվտանգության կոդու ձևավորումը, որովհետեւ նաև գիտեք այստեղ որքան էլ մենք ասենք որ դեկլարատիվ բնույթ ունեն Թուրքիա, Իսրայել, լարվածության այսօրվա ընդհանուր իրավիճակը, բայց այս գեդը փաստորեն եթե նկատի ունենանք որ Սիրիայի գործող իշխանությունների ետին կանգնած է Սիրիան եւ դրուզների այս թեմ իրականացված ռազմական գործողությունները Իսրայելի կողմից շահագործվում են, որովհետեւ Իսրայելը ի վերջո հավելյալ ներխուժման գործողություններ ցերնարգի, սա շահերի փախում է։ Ավելի գլոբալ հայացքով, եթե Թուրքիան ուզում է իր անվտանգության կոդին ձևավորել սիրիական տարածքներում, հատկապես հյուսիսային Սիրիայում քրդական կորձոնը համարելով իր անվտանգության համար առաջին սպառնալիքը, հիմա Իսրայելը իր անվտանգության կոդին է ուզում ձևավորել հենց սիրիական տարածքներում լիարժեք շահարկելով, օգտագործելով դրուզների թեմ սիրիական իշխանությունների իրականացրած այս ուրեմն գործողությունները, սպանթը։ Ուրեմն շատ կարևոր է, որ այս վերջին ռազմական իրադարձությունները, սպանությունները փորձենք դիտարկել այս գործողություններից փխելիք հարաճիգա հանգրվանները կանխատեսելով, ինչ որ նախատեպերը նկատի ունենալով, կարծում եմ, որ սա ենթահող կձևավորվի Իսրայելի սահմանամերձ շրջաններում իսրայելական ուժերի կողմից նոր վերահսկելի տարածքներ ձևավորելու եւ անվտանգության կոդու դիմաց Թուրքիայի կողմից առաջադրված անվտանգության կոդու դիմաց Իսրայելի կողմից առաջադրված անվտանգության կոդի ձևավորելու առումով։ Մի ճշգրտող հարց, պարոն Գանտահարյան, Իսրայելն արդեն իսկ վերահսկում է որոշակի տարածք Դամասկոսից հարավ եւ արևմուտք ընկած հատվածներում։ Ձեր ասածը ես հասկանամ ինչպես, որ Իսրայելը կնդլայնի այդ գոտին, թե այդ եղած գոտում, կնդլայնի, այսինքն տարածքով կնդլայնի, հասկացա։ Այո, որովհետև արդեն Գոլանի բարձունքներում վերագահավորել է իր դիրքերը, արդեն ցեր նշած գեդերում
ներխուժման դեսկով վերահսկում է, այո, ուրեմն այդ կոդու աշխարհակության ընդլայնման մասին է խոսքը, ընդ որում ոչ միայն նաև թեպի Սիրիա, ընդհանրապես Իսրայելը փորձում է իր բոլոր սահմանները, որոնք արաբական տարբեր երկրներով են շրջապատված, իր սահմանային տարբեր կոդիների անվտանգության կոդիները ընդլայնելու արշավ ներկնում եւ դրա համար է ասում, որ պետք է յուրաքանչյուր զինվորական թեփք Իսրայելի սահմանամերձ շրջաններում գրանցվող, լինի դա Լիբանանում կամ Սիրիայում, պետք է փորձել դիտարկել Իսրայելի առաջադրած այս խնդրի ընդհանուր ռազմաքաղաքական դրամապանության սահմաններում։ Պարոն Գանտահարյան, տեսեք, նաև այսպիսի տեղեկատվություն տարածվեց, որ արդեն հաշվի առնելով այն իրողությունները, որը դուք ներկայացրեցիք եւ նկարագրեցիք, տեղի ունեցել հետևյալը, որ դրուզները եւ քրդերը ինչ որ համատեղ բավականին ինտենսիվ շփումների մեջ են եւ հանգել են այն եզրակացության, որ համատեղ են դիրքավորվելու Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ իրենց շփումներում, հարաբերություններում եւ երկու համայնքներն էլ արտահայտվում են Սիրիայի, այսպես ասենք, ապակենտրոնացման գաղափարի շուրջ, ինչը կոշտ արձագանքի արժանացավ Անկարայի կողմից, բայց ինչը մյուս կողմից խրախուսվում է Իսրայելի կողմից։ Որքանով է իրատեսական այդ ապակենտրոնացման գաղափարը կամ ինչպես ասում են կանտոնիզացիայի, Շվեյցարիայի կանտոնների նման, որ Սիրիայի այդ բազմազանությունը հաշվի առնելով, որ դիսկրիմինացիա չլինի եւ այլն, այդ գաղափարը որքանով է իրատեսական եւ կհանդուրժի արդյոք Թուրքիան դա, կհանդուրժի դա, ասենք, այդ Սիրիայի սուննի համայնքի ներկայացուցիչ Աշշարան եւ իր վարչակազմը, եւ չի դառնա սա հավելյալ, այսպես, լարվածության աղբյուր Իսրայելի եւ Թուրքիայի միջև, քանի որ այստեղ եւս մենք տեսնում ենք պատկերացումների էական տարբերություն, փոխբացառող տարբերություն նույնիսկ։ Համեցեք։ Այո, շատ խայդապխետ խճանկար է։ Ասեմ նաեւ, որ ուրեմն ռուսների թեմ իրականացված գործողություններից առաջ նաև Ծովեզերիա Սիրիայում ալավիների թեմ նման գործողություններ իրականացվեցին, այս բոլոր գործողությունները նաև ազդում են Սիրիայի ժողովրդական պատկերի փոփոխության գործընթացի վրա, որտեղ եթե ավելի մեծ հաշվով գլոբալ հայացքով նայենք, այնտեղ իրողապես գա Քրդստան, քյուրդերի ինքնավար շրջան, գա ուրեմն ավելի խիտ տարածքներ բնակեցված սուննիների կողմից, կան դրուզները, ինչպես հիշեցինք, կան ալավիները Ծովեզերիա շրջաններում, այսինքն ժողովրդական դեղափաշխման հիման վրա տարածքային դարբեր էթնիկ ձակումներ ունեցող դարբեր ազգաբնակչությունների այս ընդհանուր փարտ խճանկարի մասին է խոսքը եւ գիտեք առաջ նշեցինք Թուրքիայի եւ Իսրայելի շահերի պահպան մասին, անվտանգության կոդիների ձևավորման առումով եւ բարձ էր, որ քրդական կորձումը նաեւ ոչ միայն Միացյալ Նահանգների կողմից, այլ նաև Իսրայելի կողմից էր շահարկվում եւ քախնիկ չէր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները մարզում էին քյուրդ զինյալներին։
Եվ հողի վրա հագարակ Օջալանի գոչին, բադանտված կարգավիճակում հայտարարված գոչին, հողի վրա, գետնի վրա իրողական փոփոխություններ թերևս չկան։ Առնվազն Սիրիայում ապրող քրդերի առումով։ Երկրորդ ասկային ուժերի կամ դարբեր ասկապնակցությունների միջև սահմանադրության փոփոխության օրակարգով հրավիրված այդ մեծ համակումարին Սիրիայի իշխանությունների կողմից նախաձեռնված քրդերը չկային, չէին հրավիրված եւ կարծում եմ, որ այստեղ նաեւ գար համագարկում Դամասկոսի իշխանությունների եւ Անկարայի միջև, եթե ոչ Անկարայի կողմից ուղղակի բադվեր քրդերին չհրավիրելու այդ ասկային երկխոսության համակումարին կամ սահմանադրության փոփոխությունը նախապատրաստող ընդհանուր այդ խորհրդակցություններին կամ քննարկումներին։ Թերևս քրդական գործոնը կարծում եմ պիտի շարունակի շահագործվել իբրև խաղաթուղթ, այսինքն խաղաթղթային իր ղարքավիճակը պիտի շարունակի պահպանել Միացյալ Նահանգների համար առաջի հերթին, բայց նաև ռազմական կետնի վրա, նաև Իսրայելի կողմից։ Դրա համար էի ասում, որ սա այն կետն է, որ ուղղակի փախվում են Իսրայելի եւ Թուրքիայի շահերը, որովհետեւ գիտեք, մինչև Ասադի վարչագարկը այնտեղ երկու հիմնական հենասյուներ էին՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Այս երկու հենասյուների փլուզումը եւ նոր իշխանությունների ստանցումը վարչագարկին, այդ վակյումը աստեցության երկու հենասյուների առաջի հերթին լրացրեց Անկարան։ Այսօրվա գործող իշխանություններին հովանավորելով, աջակցելով, զինելով, մարզելով եւ այլն։ Բայց թվում է, որ սա չի փոխում Իսրայելի շահերից, որ ուզում է իր երաշխիքները ունենալ իր սահմանագից երկրների մեջ, իր արկայությունը, ներկայությունը, աստեցությունը, ընդորում ռազմական դեսքով, իսրայելյան ուժերի ներխուժման եղանակով։ Բայց չեմ կարծում, որ նաև միանշանակ Թուրքիայի աստեցությունը Սիրիայի գործող իշխանություններին թողնելը նաև փոխում է Միացյալ Նահանգների շահերից, որովհետև ի վերջո որքան էլ դաշնակից ՆԱՏՕ-ի երկրորդ ուժ եւ այլն համենայնդեպս դարբեր ուղղություններով, դարբեր աշխարհակրթական միջավայրերում մեջ բարձ է դառնում, որ Միացյալ Նահանգներն է ճշտում այն գարմիր քիծը, որի այն գոմ չի կարելի հադել Թուրքիայի համար եւ այդ առումով եւս միանշանակ Սիրիայի իշխանություններին իբրև հովանավոր Թուրքիան ընդունելու այս իրականությունը չեմ կարծում, որ թույլ կդրվի առաջի հերթին Միացյալ Նահանգների կողմից։ Գիտեք, այստեղ կա նաև ընդհանրապես արաբական աշխարհում հատկապես սուննիների վրա ասեցություն ունենալու, հովանավորելու, եղանակ ճշտելու մրցակցություն։ Եվ մենք դա ասում ենք Լիբանանում, այսինքն մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից հիմնականում Սաուդյան Արաբիան։ Բայց այս աստեցություն գործելու եղանակների միջև կա հսկայական տարբերություն։ Թուրքիան այդ աստեցությունը ուզում է բանեցնել ուղղակի ռազմական եղանակով, իսկ Սաուդյան Արաբիան ֆինանսատնտեսական միջոցներով, ինչը զգալի է նաև Լիբանանում, թերևս Պարկասո Թուրքիան ռազմական ներկայություն չէ, այստեղ այլ տեսակի մրցակցություններ են, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մշակութային, բայց նաև ի վերջո պիտի նկատի ունենալ, որ արաբական աշխարհում է, արաբական երկրների վրա են աստեցության պայքարները, Սաուդյան Արաբիան արաբական երկիր է, համաարաբական նշանակություն ունեցող
տարողություն ունեցող երկիր է, Թուրքիան արաբական երկիր չէ, լիարժեք օգտագործում է սուննիականությունը, կրոնական հանգամանքը, հատկապես իսլամական գաղափարախոսությունը։ Այսինքն կրոնական եւ էթնիկ առանցքային խնդիրները եւս այստեղ նշանակություն ունեն, բայց այս բոլորը երանգային տարբերություններով են դրսևորվում տարբեր երկրներում։ Հիմա Սիրիայում ամենաթեժ խնդիրները Իսրայելի եւ Թուրքիայի շահերի փախման գեդերի դեսանելիությունն է, ընդ որում ռազմական միջոցներով։ Եվ ձեր կարծիքով միտումներն ինչպիսին են, այս դիմակայությունը ունի իր մեջ ներուժ վերաճելու ուղղակի ռազմական բախման, որովհետև այսպես ասեմ, իսրայելական մամուլին հետևելով այնտեղ ուղղակի տարփողում են այդ վտանգի հարաճյուն լինելու մասին։ Ձեր կարծիքով։ Գիտեք, պետք է տեսնել դարաշրջանում իրադարձությունների շղթայական փոխգաբակցվածության դրամապանությունը։ Ամենաթեժ կետը Գազան էր, հետո Լիբանանը, հետո Սիրիան։ Գազայում ռազմական բախումները նախկին դարողությունը ուշքնությունը չունեն։ Լիբանանում եւս կարելի է նույնը ասել, չնայած, ինչպես քիչ առաջ խոսեցինք, գործողություններ հարձակման, հրթիռագործման տեսքով բարակայական շարունակվում են։ Հրաթաթարը ուրեմն խախտվում է, բայց ինչ որ համացայնություն է եղել եւ նախկին պատերազմական իրավիճակը չկա, նաեւ Լիբանանում։ Սիրիան դեռևս անորոշ է։ Սիրիան դեռևս անորոշ է, հիմա ուրեմն 3 ալավիների ուղղությամբ, այսօր դրուզների ուղղությամբ, վաղը չի բացառվում, որ ներսուննիական, եթե այդ աստեցության դարբեր հովանավորների միջև լարվածությունը, փախումնային գեդերը ավելի էսկալացիա ապրեն, դա եւս չի բացառվում, որովհետեւ առ այս բախը հստակ կանոնակարգված գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, համապատասխան կերատեսչություններ, ընդ որում միավորված զինյալ խմբավորումների կողմից միավորված հստակ պաշտոնական բանակ չկա։ Դարբեր զինյալ խմբավորումներ են, ոմանք գործող նորահաստատ իշխանություններին նախկին ռեժիմի մնացորդած դրուզներ, քրդեր, մինչև զինյալ խմբավորումների միավորումը եւ pedagogan բանակի գայացումը չլինի, կարծում եմ այս վտանգը դարբեր ուղղություններով, դարբեր առիթներով, դարբեր տարածքներում մեջ թեկուզ սիրիական շարունակվելու են։ Մանավանդ, որ Իսրայելը կարող է ցանկացած իրադարձություն լիարժեք օգտագործել, որբեսի իր առաջադրած իր սահմանամերձ շրջաններում անվտանգության կոդիները ձևավորի տարբեր ուղղություններով։ Ուրեմն հիմնական մեխը այդ դարբեր զինյալ խմբավորումների արգայությունն է, որոնք միանշանակ մեկ կենտրոնից չեն ստանում իրենց հրահանգները։ Եվ եթե դարբեր կողմեր են առնչված, թեկուզ միջնորդավորված դարաշրջանում գլխավոր խաղացողներ, որոնք աստեցություն ունեն այս կամ այն էթնիկ խմբավորումին, հասկապնակչության եւ դրանց հարող զինյալ խմբավորումների վրա, մենք քիչ առաջ խոսեցինք քրդական կորձոնի խաղաթղթային ղեկավարի մասին, բայց այս դեսությունը չի վերաբերում միայն քրդերին։ Նաեւ վերաբերում է դարբեր հասկապնակչություններին։ Ուրեմն կարծում եմ, որ թերևս Սիրիան պիտի անցնի որոշակի փոթորգոտ, տուրբուլենտ ցնցումնային հանգրվաններից
դեսականորեն մինչև ուրեմն զինյալները միավորվեն եւ վերածվեն մեկ գետրոնացիկ պաշտոնական բանակի։ Իսկ այդ սպասվող տուրբուլենտությունը, որը դուք նշում եք, դա ինչ եք կարծում, ինչ ձևով կանդրադառնա Լիբանանի վրա, որովհետև Լիբանանը միշտ շատ զգայուն է ցանկացած գործընթացի նկատմամբ, որը տեղի է ունենում Սիրիայում, պատմականորեն է դա այդպես։ Այո, միշտ գրել է ասացությունը Սիրիայի, բայց միաժամանակ նշենք, որ նոր նախագահի ընտրությունից, նոր վարչապետի նշանակումից, նոր կառավարության գազམությունից եւ հողի վրա արձանագրվող դեպքերից զգալի է թեգուզ թանթաղ, թեգուզ փուլային, թեգուզ պայմանական յուրաքանչյուր պայմանը իրականացնելու դեպքում ստացվող զինվորական, տնտեսական աջակցության, որոնք թերևս համագարկային չեն, սահմանափակ են, բայց այնուամենայնիվ այս բոլորը նախադրյալներ են, որոնք խոսում են, որ Լիբանանը ուրեմն փուլ առ փուլ ունում է դեպի համեմատաբար ավելի գայուն շրջան, եթե իհարկե գդրուկ դեպքեր այս ընդհանուր ընթացքի վրա հիմնական փոփոխություն չունենան։ Կարծում եմ, որ ինչպես Գազայի գարկավիճակը թեպի վերջնականացնելու ուղղությամբ գարնվեն քայլեր, այստեղ քաղաքական օրակարգը ծովային իրականացված սահմանազատումից հետո Իսրայել-Լիբանան հերթը գկա նաև ցամաքային սահմանների սահմանազատման երկու երկրների միջև, չնայած այդ բանակցությունները կլինեն միջնորդավորված։ Ծովային սահմանազատման օրակարգը վարում էին Միացյալ Նահանգները, հիմա կա նաև հնգանդամ միջազգային անձնախումբ, որոնք վերահսկելու են նաև զինադատարի եւ համաձայնված գեդերի իրականացման գործընթացի վրա, բայց կարծում եմ, որ այս բոլորը հանգեցնելու են հիմնական քաղաքական օրակարգին, որը առաջի իբրև գետ ունի Իսրայել-Լիբանան ցամաքային սահմանազատում, որտեղ ինչպես նշեցի, զովայինը եղել է բնական իր հաջորդ անկրվանը պիտի լինի ցամաքային։ Ուրեմն այս բոլորը առնվազն մտածել կտան, որ թեպի գայունացում գնալու որոշ պատճառներ եւ նախադրյալներ կան, մանավանդ եթե ընծովյա էներգիայի շահարկման քայլերը գործնական պիտի սկսվեն, ընդ որում ոչ միայն Լիբանանի, այլ նաև Իսրայելի կամ նաև Կիպրոսի սահմանազատում եղել է արդեն, իսկ էներգիայի բեղման եւ շահարկման ընդհանուր մոտեցումը առնվազն դեսականորեն ենթադրում է համեմատաբար ավելի գայուն վիճակ։ Եվ ամփոփելով պարոն Գանտարյան, չեմ կարող այս հարցը չտալ, այս շարժերը, որը մենք քննարկեցինք ձեզ հետ եւ դուք շատ հետաքրքիր եւ մանրամասն ներկայացրեցիք, նաեւ իրենցից ցուցիչ են ներկայացնում, թե ինչ վիճակում է իրանական ազդեցությունը, ինչ վիճակում է թուրքական ազդեցությունը, հա, Իսրայելի ազդեցությունը, Սաուդյան Արաբիայի ազդեցությունը, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, այս ամենը ինչ որ ավել կամ պակաս չափով նաև դերակատարներ են մեր տարածաշրջանում։ Դուք ինչպիսի այսպես անդրադարձ եք տեսնում այս process-ների, այն միտումների, որոնք դուք նկարագրեցիք, մասնավորապես այն, որ Լիբանանում դուք ավելի կայունացում եք տեսնում առաջիկայում, Սիրիայում հակառակը տուրբուլենտություն եք տեսնում առաջիկայում, որը դեռ Սիրիան պետք է անցնի։ Այդ process-ները այս հանրագումարում ինչպես են
անդրադառնում եւ կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա, հաշվի առնելով, որ դրանք ցուցիչ են այն բաների, գործոնների, որոնք ես ասացի։ Համեցեք։ Այո, կենտրոնանանք մեկ կետի վրա, մեկ հանգույցի վրա եւ կարծում եմ, որ այս հանգույցը երկու աշխարհագրական միջավայրերի վրա, տարածաշրջանների վրա գդրուկ ազդեցություն ունենա։ Ես կարծում եմ, որ ամբողջ մեղը Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների արդյունքների վրա է։ Այդ ուղղությամբ է։ Որովհետև Լիբանանի մեջ գայունացումը նաև պայմանավորված է դրանով եւ հատկապես էներգիայի հավանական պոտենցիալ էներգիայի բեղման, շահարկման առումներով, որովհետև շատ բարձ է քաղաքագիտականորեն, որ Իսրայել, Լիբանան, ծովային սահմանազատման համաձայնությունը չէր լինի, եթե Իրանը իր համաձայնությունը չդար։ Մանավանդ այն օրերին, սրանից 3-4 տարի առաջ, որտեղ Իրանը շատ ավելի ազդեցիկ էր։ Ուրեմն Միացյալ Նահանգներ Իրան համաձայնությունը, իթեպ ասեմ, որ 4-րդ փուլը բանակցությունների արգախվել է, փորձում են ուրեմն նվազեցնել արգախման պատճառների հիմնական ուրեմն խնդիրը, ասելով, որ տեխնիկական, զուտ տեխնիկական է, բայց կարծում եմ, որ նման գանքարներ, նման արգախումներ Գարջադև նախադեсված էր, կանխադեսելի էր, բայց տանուր բանակցությունները շարունակվում են եւ եթե այդ համաձայնությունը լինի, այդ համաձայնությունը ոչ միայն միջին արևելյան տարածաշրջանի վրա իր հիմնարար ասեցությունը ունենա, այլ նաև հարավային Կովկասի։ Ավելի կոնկրետ նաև Հայաստանը, որի մասին ակնարկեցինք մեր նախորդ քննարկմանը, Հայաստանը կդառնա Իրանի տնտեսական ավաշրջապակման համար կարևորագույն գամուրջ, ուրեմն թեպի Սև թեպի արևմուտք եւ հակառակուղությամբ։ Ուրեմն վերադառնալով երկու տարածաշրջանի հետագա գործընթացների հունավորման վրա ամենաաստեցիկ գործոնին, ես կարծում եմ այս բայի դրությամբ ընթացող Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների արդյունքն է եւ եթե այդ համաձայնությունը գայունանա երկու տարածաշրջաններում կարծում եմ կսկացվի դրա դրական հետևանքները։ Շատ շնորհակալ եմ պարոն Գանտահարյան ձեր այս հանգամանալից եւ շատ ուշագրավ այս ձեր դիտարկումները, տեղեկությունները, եզրակացությունները եւ նաև այո առաջարկությունները, որովհետև ձեր ասացից նաև պետք է մեր հեռուստադիտողները եզրակացություն անեն մեր հեռուստադիտողներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար շատ շնորհակալ եմ շուտապույտ խաղաղություն Լիբանանին ամենայն բարիք ձեզ շատ շնորհակալ եմ Շնորհակալություն ձեզ Ստեսում Մենք զրուցեցինք մեր գործընկեր ազդակ պարբերականի գլխավոր խմբագիր Մերձավոր Արևելքի քաղաքականության հարցերով փորձագետ Շահան Գանտահարյանի հետ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից լսեցինք իր դիտարկումները կապված Մերձավոր Արևելյան վերջին զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։